Հարգելի գործընկերներ, օրենքի հետ կապված ամեն ինչ ասվեց, բայց վերջին քննարկումները օրենքի հետ առնչություն չունեին, գնացին քաղաքական շահարկումներ։ Պարոն Խաչատրյանին հիշեցնեմ, որ ազգային ժողովի կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը ներկայացրել է զեկույց, ի տարբերություն այն զեկույցի, որ դուք երբեք չներկայացրեցիք, որ ղեկավարում էր Արծվիկ Մինասյանը։ Զեկույցը գտնվում առաջի բաժնում, եւ ինչքան գիտեմ, ձեր խմբակցությունից կարդացել է միայն Գեղամ Մանուկյանը։ Դուք չեք կարդացել։ Շատ լավ, եթե սխալվել եմ, ներող կլինեք, գնացեք կարդացեք։ Հարցը դրա մասին չի։ Զեկույցի հետ կապված, եթե կարդացած լինեիք, մի խանգարեք ինձ։ Եթե զեկույցը կարդացած լինեք, Վագ Ալեքսանյանի հիմնավորումները, որ այդպես ամբողջական կարար ներկայացներ, կապված Սերյան Օհանյանի տղայի դրվագի հետ կապված, դուք այնտեղ կնկատեիք ուսումնասիրությունը եւ այդ մասին որևէ շահարկման առարկա չեք դարձնի։ Այդ մեկ։ Երկրորդը, հարավային ուղղության Նաև կնկատեիք պատասխանատու նախկին դաշնակցական Տիրան Խաչատրյանի վրա եղել, որը էլի պատահաբար վիրավորվեց, եւ մենք հարավում ունեցանք անհաջողություններ։ Տիրան Խաչատրյանը վերականգնեց իր դաշնակցական լինելը, եւ դուք փակ դաշնակցական ֆորմատով կարող եք հարցեր տալ։ Այդ ո՞նց եղավ։ Դա այդ ամբողջը կազեկություն բարի եղեք կարդացեք եւ տեսանյութեր էլ կան, իսկ տեսանյութերը հիմնավորում են այն, ինչը ես ասեցի։ Իսկ ինչ վերաբերում է օրենքին, հարգելի գործընկերներ, պետք է չմտահոգվել, այս զեկույցը անպայման մի օր իր բաց մասը կհրապարակվի, եւ այդպիսի շահարկումները Հայաստան Դաշնքի խմբակցության եւ նրա ղեկավարի կողմից այլևս կդառնան անօգուտ։ Օրենքը անհրաժեշտ է, Տիկին Գրիգորյան, օրենքը պետք է մենք կողմ քվեարկենք, որը մեզ հնարավորություն կտա ավելի լայն ֆորմատով պատկերացնել, թե ինչ էլ արհավիրքների առաջ կարող է մեր երկիրը կանգնել, որի դիմակայման համար հենց տվյալ կառույցը, որը ստեղծվել է մեր կողմից, նրա հնարավորությունները պետք է օր առաջ ավելի մեծացնել։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։